Գիտեք, ես կարծում եմ, որ ընդհանրապես ընդդիմադիր դաշտի ճիշտ թիրախային ճակատավորված աշխատանքի դեպքում հնարավոր է հասնել շոշափելի դրական արդյունքների, կանխատեսումներ անելու բնավ որևէ ցանկություն չունեմ, սա հետևողական աշխատանքի արդյունքում կարող է ձևավորվել, այդ հաղթանակն ու արդյունքը օրնի բուն պիտի աշխատել, պիտի շփվել մարդկանց հետ, մարդկանց պիտի կարողանալ ներշնչել այդ հուսահատության թմբիրից հանել եւ բերել ռեալության դաշտ, որպեսզի մարդիկ հասկանան, որ իրենք են իրենց ճակատագրի որոշողները եւ հետագայում էլ իրենք այս երկրի մեջ ապրող են եւ այս երկրի վայելքներից օգտվող են, իսկ Սամվել Կարապետյանը գոնե թե իր ապրած կյանքով կարողացել է ապացուցել, որ իր խոսքերը բնավ փոշի կամ օդ չեն եւ իր ապրած կյանքը հենց առհավատչյան ու գրավականն է, որ ինքը իր բոլոր խոստումները թողեն բանտից, մարդը վերցնի առաջնորդությունը եւ ստեղծի եւ աշխատատեղերը եւ 20,000 բնակարանները եւ երկրի անվտանգության միջոցառումներում ունենա առաջնահերթություններ եւ ամրապնդումներ, այլապես քաղաքական մրցակիցներին քաղաքական հաշվեհարդարի միջոցներով պահել կալանքի տակ, զրկել նրանց խոսքի իրավունքից եւ ընդամենը ֆեյք պիտակավորումներով հանդես գալ, ամենաանշնորհակալ գործը հենց դա է եւ կարծում եմ հենց դրա համար է, որ հայ հասարակությունը որևէ ֆեյք, մանիպուլյատիվ եւ պիտակավորված որևէ մագդիր ու ածական չի ընդունում, դրա համար է Սամվել Կարապետյանի շուրջ եւ ստեղծվել է եւ ստեղծվելու է լուրջ հանրային հասարակական համախմբում։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։